Դավիթի վրա կրակոցից հետո «Գոյամարտ» սերիալի շուրջ քննարկումները հասել են գագաթնակետին և ամենահաճախ տրվող հարցերից մեկն է՝ արդյոք Դավիթին մարմնավորող դերասան Կարեն Հովհաննիսյանն այլևս չի նկարահանվի սերիալում։ Եթե նայենք սյուժեի ընթացքին և ընդհանուր տրամաբանությանը, ապա նման զարգացումն այս փուլում շատ քիչ հավանական է։ Դավիթի կերպարը սերիալում առանձնահատուկ տեղ ունի։ Նա այն հերոսներից է, ով ներկայացնում է բարությունը, զոհողությունը և ընտանիքի հանդեպ անսահման պատասխանատվությունը։ Նրա կերպարի միջոցով է սերիալը պահում իր մարդկային ջերմ գիծը, հակադրելով այն դաժան ու մութ իրադարձություններին, որոնք շրջապատում են մյուս հերոսներին։ Դավիթի ծանր վիրավորումն իհարկե պատահական չէ, սա սյուժետային շատ ուժեղ քայլ է, որի նպատակն է ոչ թե հերոսին դուրս բերել, այլ ավելի խորացնել պատմությունը։ Նման պահերը սերիալներում հաճախ օգտագործվում են լարվածությունը բարձրացնելու, հերոսների հարաբերությունները փոխելու և նոր բախումներ ստեղծելու համար։ Եթե Դավիթը մահանա, դա կլինի չափազանց կտրուկ և ծանր շրջադարձ, որը կարող է կոտրել սերիալի ներքին հավասարակշռությունը։ Դավիթ պապի համար դա կլինի երկրորդ ամենամեծ կորուստը, իսկ Լեոյի համար այնպիսի հարված, որը կարող է ամբողջությամբ փոխել նրա կերպարը, դարձնելով նրան ավելի մութ ու վրեժխնդիր։ Բայց «Գոյամարտի» ոճը ցույց է տալիս, որ ստեղծագործական թիմը սովորաբար ընտրում է ավելի երկարաժամկետ էմոցիոնալ զարգացումներ, ոչ թե հանկարծակի կոտրումներ։ Դավիթի փրկվելը, եթե նա երկար ժամանակ լինի ծանր վիճակում, կարող է բացել նոր գծեր՝ վերականգնման պայքար, ընտանիքի միավորում և ամենակարևորը՝ արդարության պահանջ։ Կարո Հովհաննիսյանի խաղը նույնպես մեծ դեր ունի այս հարցում։ Նրա կերպարն արդեն սիրվել է հանդիսատեսի կողմից, և նման դերասանի հեռացումը այսքան վաղ փուլում հազիվ թե լինի ճիշտ քայլ, հատկապես երբ նրա հերոսի պատմությունը դեռ ավարտված չէ։ Ավելին, Դավիթի վիճակը կարող է դառնալ այն առանցքը, որի շուրջ կպտտվեն հաջորդ իրադարձությունները։ Նրա ճակատագիրը կարող է ազդել Գրիշոյի պատժի վրա, Մանանի որոշման վրա, ճշմարտությունը բացահայտելու, Լեոյի ներքին փոփոխության վրա և նույնիսկ Հունանի հետագա քայլերի վրա։ Այսինքն Դավիթը հիմա պարզապես կերպար չէ, այլ ամբողջ սյուժեի կենտրոնական կետ։ Հետևաբար շատ ավելի հավանական է, որ Կարո Հովհաննիսյանը շարունակելու է նկարահանվել «Գոյամարտում»։ Պարզապես նրա կերպարը որոշ ժամանակ կմնա հիվանդանոցում կամ վերականգնման փուլում, ինչը կավելացնի սերիալի հուզական լարվածությունը։ Եվ հենց այստեղ է սերիալի ուժը, երբ հերոսները կանգնում են կյանքի և մահվան սահմանին, երբ ընտանիքը միավորվում է վտանգի առաջ և երբ յուրաքանչյուր պահ դառնում է արժեքավոր։ Առաջիկա սերիաները ցույց կտան ինչպես կպայքարի Դավիթը կյանքի համար, ինչպես կարձագանքեն նրա հարազատները, և արդյոք այս դեպքը կդառնա այն կետը, որտեղ վերջապես արդարությունը կհասնի իր նպատակին։ Մի բան արդեն հաստատ է՝ Դավիթի պատմությունը դեռ ավարտված չէ, և հեռուստադիտողներին դեռ շատ հուզիչ ու կարևոր պահեր են սպասվում նրա մասնակցությամբ։ Բարի առավոտ բոլորին, հուսով եմ, որ լավ եք և հուսով եմ, որ եղանակին առհասարակ ուշադրություն չեք դարձնում և եղանակը չի կարող ազդել ձեր տրամադրության վրա։ Ես աշխատում եմ ինձ վրա, ես արևային մարդ եմ, ես սիրում եմ արև, տաք, ջերմություն, բայց ես աշխատում եմ ինձ վրա, որ ընդունեմ բնությունն իր բոլոր եղանակային պայմաններով, որովհետև ուզում եմ կյանքս ուրախ անցնի։ Չարժե եղանակը, որպեսզի դու փչացնես քո տրամադրությունը կամ տխրես։ Սա մեկ։ Երկրորդ, շատ ուրախ եմ, որովհետև առավոտ կանուխ Armenia TV աշխատակիցների, իմ գործընկերների կողմից ստացա գովեստի խոսքեր, այն, որ նայում են Գոյամարտը, շատ են սիրում, որևէ ձև առաջ չեն տալիս և ընթացքում չեն կարողանում որևէ գործ իրականացնել, որովհետև կլանված դիտում են սերիալը։ Շատ շնորհակալ եմ, շատ, որ գնահատում եք մեր աշխատանքը, որ նայում եք հեռուստասերիալը և ողջույն բոլորին, հուսով եմ, որ լավ եք։ Ուրեմն այսուհետ ակտիվ լինելով և հետևելով իմ story բաժնին, դուք կտեղեկանաք, թե երբ մենք կտանք ձեր հարցերին սպառիչ պատասխաններ։ YouTube-յան հարթակում մեզ հղված հարցերին մենք որոշել ենք պատասխանել, ծաղկաքաղ և հետաքրքիր հարցերին կտանք պատասխաններ, այնպես որ ուշադիր եղեք, շնորհակալ ենք ձեզ ակտիվության համար, շնորհակալ ենք, որ դիտում եք մեր նոր հեռուստասերիալը ու բավականին լավ խոսքեր եք գրում, ամեն ինչ անում ենք, որ գոհացնենք ձեզ
բարի օր, լավ օր, մեզ էլ լավ աշխատանքային օր։ Ողջույն բոլորին, ձյան տակ քայլելու եւ ռոմանտիկ երաժշտություններ այդ նյութերի տակ դնելու փոխարեն ես պետք է ստիպված գործնական ստորի անեմ, որովհետև այն ամենը անելու ժամանակ չունեմ, ուրեմն ես ուզում եմ ասել հետևյալը, հարգելիներս, եթե ես որևէ հոդվածի, որևէ նյութի չեմ անդրադառնում, դա դեռ չի նշանակում, որ այդ հոդվածը նյութը համապատասխանում է իրականությանը։ Եթե ես չեմ հերքում, չեմ խոսում այդ մասին, դա դեռ չի նշանակում, որ այդ ամենը ճիշտ է ու համապատասխանում է իրականությանը։ Ես հասկացել եմ մի բան, որ այս կյանքում արհամարանքը այլևս չի դիտվում իբրև պարզապես վերևից